Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր մենք կփորձենք բացել այն գաղտնի դուռը, որ դարեր շարունակ պահվել է հայի հոգու խորքում։ Ով է հայը իրականում, ազգ, առասպել թե աստվածային ծրագիր։ Ինչու է հայը մնում, երբ ուրիշները անհետանում են։ Ինչու է Աստված երբեմն լռում մեր ցավերի հանդեպ, բայց միշտ վերադարձնում մեզ լույսի մեջ։ Եվ արդյոք մեր ինքնությունը պարզապես պատմություն է, թե միստիկ ուժ, որը պահում է տիեզերքի հավասարակշռությունը։ Այսօր մեր հյուրը հայագետ է, բայց նաև մարդ, ով տեսնում է այն, ինչ սովորական աչքը չի տեսնում։ Հյուրս հայագետ Սամվել Բեկթաշյանն է։ Պատրաստվեք լսելու մտքեր, որոնք կարող են փոխել ձեր վերաբերմունքը։ Ադրբեջանում ստեղծում են հոգևոր Իսրայել։ Հերթը ինչին է հասել։ Ամբողջ այս մեր ցեղասպանության հեղինակն ու նախագծողը ու կնքահայրը եւ ինչ որտեղ իրականացնում են հрьян է, խեղված, չարից խեղված հрьян։ Աստված մեզ չի լքել։ Երբեք եւ Քրիստոսի դերը դրվեց մեր վրա։ Մաքրամաքուր հայերենով է խոսում Քրիստոս, խաչի վրա։ Չծնված երեխային մոր արգանդի մեջ սպանել։ Կարելի է ներել թշնամուն։ Ասում է այո, սպանելուց հետո բնությունը ավելի կատարյալ բան, քան հայը չի ստեղծել։ Այդ պատճառով հարկավոր է բոլոր հայերին վերացնել։ Թշնամու ձեռքը ինչին է հասել։ Հուդան, որ մատնեց Քրիստոսին։ Եվ գնաց ագարակում կախվեց, եւ ագարակը գոչեց արյան ագարակ։ Մեղրի ագարակ բնակավայր է, որ կա, ամբողջ կռիվը այդ ագարակի շուրջ է, որը Գերմանիայի հրեաների սեփականությունն է, որոնք 30 միլիոն դոլարով առան այդ հանքերը ընդեղի։ Լուսավոր ճանապարհը ձեր ասած բացվելու է։ Միանշանակ, այլ ընտրանք չկա։ Բարև ձեզ, պարոն Բեկթաշյան։ Հարգանքներ Սարեքյան։ Ինչպե՞ս եք։ Փառքասու, վաղուց չենք հանդիպել։ Եվ վստահ եմ, որ շատ հետաքրքիր բովանդակալից նյութեր ունեք պատրաստած։ Դրանք կան միշտ։ Այո։ Չենք պեղում, չենք փնտրում։ Դրանք արկային, այդ ահռելի ծավալը հարկավոր է կտոր մատուցել մեր հրաշք ազգին, որը կոչվում է հայ։ Այդ կարևոր տեղեկությունները ձեր մտապահոցում են եւ դուք հաճախ բարձրաձայնում եք դրանք, լսարանին եք ներկայացնում ու նաեւ գիտեմ, որ ժամանակ առ ժամանակ դրանք ձևափոխվում են եւ ել ավելի լույս են արձակում։ Անպայման շատ լավ անեկդոտ կար, երկու ընկեր զրուցում են, մեկը սկսում է ծիծաղել, ինչ է եղել, ասում է անեկդոտ հիշեցի։ Նորից է ծիծաղում, էլի անեկդոտ հիշեցի, երրորդ անգամ չի դադարում ծիծաղն, էլի, խորքային է ծիծաղում։ Ասում է, հիմա ինչ է, ասում է, այս անեկդոտ առաջ անգամ եմ լսել։ Ինչ նկատի ունեք, պարոն Բեկթաշյան։ Այսինքն ընդերքում, ներսում կան պահոցներ, այո, որը մենք էլ չգիտենք։ Իհարկե։ Պարոն Բեկթաշյան, շատ է խոսվել դարերով, հազարամյակներով հայի էության, առաքելության, ինքնության մասին։ Մեր օրերում այսօրվա հայը ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել, եթե մի կողմ դնենք լեզվաբանական արմատը եւ չքննարկենք այն աստվածային մակարդակում։ Թե կարելի չէ։ Ուրեմն անչափ կարևոր հարց է ու խոր ու բավական ասելիք է անհրաժեշտ, փորձեմ ընդհանրական կոնցեպտուալ հարցը իմ ըստիս մեկնաբանեմ, հարիկ ջան։ Նա ինչա կատարվում։ Աստված ընտրել է մեզ, մենք էլի անդրադարձել ենք, Աստծո խնդիրն է վերականգնել այն լեզուն հողագնդի վրա, որով ինքը տիեզերքը կառուցել է։ Ինքը խոսքով է կառուցել։ Ասեց եւ եղավ։ Չարի խնդիրն էր ու այդ լեզուն փոշիացնել
որ մարդ արարածը հանկարծ աստվածային այդ ասում է, չի իմ պատկերով է, մեր պատկերով եւ նմանությամբ ստեղծեցինք մարդուն, որպեսզի մարդը այդ աստվածային այդ որակները, բնութագրերը կորցնի։ Այսինքն բավական է եւ բաբելոնյան լեզուների խառնակությունը ամբողջը դա էր հենց։ Պարոն Նոբեկաշյան, միանգամից մի հատ հարց ծագեց։ Եթե մեր լեզուն հայերենը ստեղծել է Արարիչը, Միանշանակ եւ համարվում է լույսի տարածման լեզու եւ լեզու, որով կարողանում ես հաղորդակցվել Աստծո հետ։ Շատ մտածող մեծ մարդիկ են ասել դրա մասին։ Ապա եթե փորձենք զուգահեռը անցկացնել, այդ բաբելոնյան լեզուն ով է ստեղծել, եթե ոչ Արարիչը, եւ ինչ նպատակներով, որպեսզի հաղորդակցվեն, որովհետեւ հողագնդի վրա Ծննդոց գլխում նշվում է 6-րդ ենթագլուխը, որ երբ Աստծո որդիները խառնվեցին մարդկանց կանանց հետ, նրանցից ծնվեցին տիտանները, մարդկության մեծերը։ Այսինքն հստակ խոսում է երկու որակի տեսակի մարդու մասին։ Մարդ Աստծո եւ մարդ արարած ուղակի։ Հստակ 6-րդ գլուխ, մին կտականը թող բացեն Ծննդոց գլուխ։ Եվ այդտեղից է եկել հայտնի արտահայտությունը մարդ Աստծո, որ մենք անընդհատ պահում ենք, բավոնց։ Ինչքան գեղեցիկ է, պարոն Քրաշք, մարդ Աստծո, իսեր Աստծո։ Մենք ասում ենք, մենք չենք ասում ձեռքս ցաված, ասում ենք թևս ցաված։ Հայի համար թևեր են սրանք։ Այն բազեի թևերի նման, արծվի թևերի։ Այս վերջերս մի հետաքրքիր բացահայտում արեցի, որ միայն հայերենում է, որ ունենք գեղեցիկ բառ, ամուսին, կին, դրան զուգահեռ ունենք իրենց միությունը բնութագրող մի շատ գեղեցիկ բառ, կողակից, կինը համարվում է կողակից, այսինքն տղամարդու կողքից ստեղծված։ Ոչ մի լեզվում ես ուսումնասիրություն արեցի, չտեսա։ Կողից ստեղծված կողակից։ Այսինքն առաջագործության ամբողջ ընթացքը հայ բառու բանի մեջ դրված է։ Պետք չի մոգոնել։ Սարսափելի է դրված, պարոն Բերքաշյան։ Այդ դրան զուգահեռ շատ հաճելի է։ Հոտ ես առնում գեղեցիկի, հասկանում ես, որ լեզուն քո հավերժի լեզուն է։ Այո, ոչ միայն մերն է։ Ամբողջ մարդկության լույս տարածել նշանակում է վերականգնել այդ աստվածային լեզուն, որը խառնակ վիճակում ներմուծած բառերի լեզվախոսության պատմական առումով այդ խառնակության մեջ մոմինման լույս են տալիս այդ բառերը եւ մաքրել դրանք եւ տակը մնա այդ Աստծո խոսքը ուղիղ, որով դեզեր կա արարել Արիք ջան։ Հիմա քո նախորդ հարցին հայի ով լինելը, հայի ընթացքը պատմականորեն, սա ինչու հիշատակեցի, Հովհաննես Ավետարանիչ ասում է բանի ի սկզբանե խոսքն էր։ Եվ խոսքը մարմին եղավ։ Քրիստոսի տեսքով խոսքը նորից վերականգնվեց հողագնդի վրա, որովհետև Քրիստոս եկավ խոսք ասեց, ուրիշ բան չի արել։ Բանկեր չի ստեղծել, ոսկի չի ձուլել, զենքեր չի սարքել, խոսք է ասել։ Ինքը մարդկային ուղեղը ուղղորդեց ճշմարտությունների ուղղությամբ, որ մարդը այդ ուղղությամբ սկսի մտածել, այդ ճանապարհով վերականգնել մարդը ի վիճակի է վերականգնել առարչային լեզուն Աստծո։ Հիմա այդ ամբողջ ընթացքի մեջ առանձնակի բեռ ու խնդիր դրված է հայերիս վրա։ Պարոն Բեկթաշյան, յուրաքանչյուր հայ իր հոգու նման գործառույթի մասին ինչ որ ձևով գիտակցված իմանում է, հասկանում է, որ դրված է իր վրա, որ հայը իր հոգու խորքում հասկանում է նաև, որ իրեն է ընձեռված այդ հավերժության,
մարդապահպանության այդ կարևոր գործառույթը, բայց միևնույն ժամանակ կան նաև այլ ժողովուրդներ, որ իրենց էլ են վերագրում դա։ Հիմա մենք ենք մոլորության մեջ, քավլիցի չմտածեք, ես կասկածի տակ եմ դնում։ Պարզապես փորձում ենք վեր հանել եւ ել ավելի տարբեր անկյուններից հասկանալ։ Մենք ենք մոլորության մեջ, թե տվյալ ժողովուրդները, որ իրենց համարում են այդ գործառույթի կրողը։ Արիկ ջան, մոլորության մեջ չենք, որովհետև ինքս լինելով ֆիզիկոս, ինձ համար ես սարսափում եմ, որ խաբված լինեմ երբևիցե։ Այդ առումով հայրենի նկատմամբ մեր հրաշքի նկատմամբ իմ վերաբերմունքը բազմակողմանի ապացույցների հաստատումների հետևանք է։ Ձևական տրամաբանության օրենքներով, ֆիզիկայի օրենքներով, բնագիտական օրենքներով, որ իրոք գեղեցիկ խաբկանքով չապրենք։ Եվ սարսափելի բան է, որ քեզ վերապահված է, հային վերապահված է այդ Աստծո առաջնորդը լինելու առաքելությունը, եւ մենք դա թողած մանր բաներով ենք զբաղված։ Այսինքն մեր հիմնական անելիքը լուսավորվելու, լույսը տանելու աշխարհով մեկ սա թողած կենցաղային մանր, ասենք Աստծո գործերի հետ կապ չունեցող ամբողջ էներգիան մարում ենք այդ ուղղությամբ։ Պարոն Մեկթեշյան, մենք հաղորդման երկրորդ հատվածում դեռևս կշարունակենք այս թեմայով մեր զրույցը, բայց մինչ այդ վերադառնանք մեր իրականություն։ Այն ինչի մասին մենք քիչ առաջ խոսեցինք եւ խոսելու ենք դեռ, շատ հաճելի է, եւ դա է հենց հայի հարատեվության բանաձևը, որ հասել ենք 21-րդ դար այդ բազմաթիվ սրերի եւ հրի միջով անցնելիս։ Ուզում եմ հասկանանք, մենք այսօր ինչի կրողն ենք, որ այս օրերի մեջ ենք, ինչու ենք մենք շրջապատված նմանատիպ թշնամիներով, որոնք մեզ, այսպես ասած, օր ու արև չեն տալիս ու չեն ուզում տալ մշտական սպառնալիք եւ ցեղասպանության կոչեր։ Ինչ է նշանակում Աստված չի լսում մեր ձայնը, թե Աստված փորձում է մեզ դրանով ինչ որ բան սովորեցնել։ Ես վստահ եմ, որ Աստված չունի այդ պատժիչ հատկությունը։ Ձեր ենթադրությունը, խնդրեմ։ Մենք էլի բազմից անդրադարձել ենք ու անընդհատ պարբերաբար հարկավոր է մեր հայության, հայ լսարանի, հայի ուղեղում դառնա գերակա, դոմինանտ այս գաղափարն է, ինչ որ զրուցում ենք։ Այսինքն դա է նպատակը, որպեսզի մեր հաղորդումներով մարդիկ ել ավելի տեղեկանան եւ փորձեն իրենց հարցեր տալ եւ լուսաբանել։ Իմանա ինչու ենք հալածվում։ Մենք էլի զրուցել ենք, որ հայի աստվածընտրյալ լինելու փաստարկները նորից շարադրենք ու անընդհատ բարբերաբար շարադրենք դրանք։ Այսինքն մեզ ընտրեց դեռ Աբգար թագավորով։ Աբգարի 7 նամակները հրաշք են Քրիստոսի հետ, որտեղ հստակ Քրիստոս ասում է չարին զայրացած չարի վրա, ինչ ես ուզում այդ խելոք քրտինքով հացվածտագող տեսակից, ինչ են արել քեզ։ Նայ ասում է, մինչ աշխարհի վերջը իրենք իմն են։ Ինչքան գեղեցիկ է, պարոն Մեկթեշյան։ Իհարկե, սա ու անչափ կարևոր է, որ քո նշած մեզ հալածող ազգերից մեկը հրյա Յակով Լորբերն է թարգմանել, հրյա է թարգմանել բնագրերից այդ ամբողջը, Աբգարի ու Հիսուսի նամակները երկխոսություն։ Եթե չեմ սխալվում, նույն ազգակից նաև Լորենս Արաբացին էլ է ինչ-որ հղումներ արել։ Ու այնտեղ, այո, անուղակի, բայց էլի նույն բանն է ասել, համարյա թե, որ նույն ազգության կրողը։ Նույն ազգության անգլիացի հրյա էր իհարկե եւ Մերձավոր Արևելքի մի քանի պետությունների հիմնադիր
զրությունը պատկերացրու։ Այդ երբ որ ամերիկացի լրագրողը հարցնում է 1919 թվականին Լորենս Արաբացուն ասում է տարբեր ազգերի մասին բնութագրում է արաբացին, արաբը ով է, թուրքը ով է, ասորին ով է, ասում է բա հայերը, ասում է մի պահ դադար առավ եւ ասեց բնությունը ավելի կատարյալ բան քան հայը չի ստեղծել։ Մի քիչ դադարեց ու այդ պատճառով հարկավոր է բոլոր հայերին վերացնել։ Այսինքն դեմ գնալ բնության ստեղծած կատարելությանը։ Այո, որովհետև մենաշնորհով խապված հրեան, որ ինքն է Աստծո ընտրյալ, ինքը չարի ծառա է ակամա, ինքը մեծագույն զոհ է, Արիկ ջան, Հուդան, եւ այս ամբողջ այս մեր ցեղասպանության հեղինակն ու նախագծողը ու կնքահայրը եւ ինչ որտեղ իրականացնում հրեան է, խեղված, չարից խեղված հրեան, որ դու ես Աստծո ընտրյալը, բայց հրեան գիտի, որ հայն է։ Թալյատ Փաշան էր հրեա, թե իհարկե, Էնվերը, Թալյատը, Ջեմալ, Քեմալ, բոլորը Շաքիր բեյ, բոլորը հրեաներին եւ ոչ միայն ամբողջ Արցախյան պատերազմը, հրահրողը եւ իրականացնում հրեաներ էին։ Այսօր ըստ ձեր խոսքի հրեան թուրքի ձեռքով ինչ է ուզում անել հայի ու Հայաստանի հետ, անարգել ձևով 3 օրում հայաթափելով մեր չքնաղ հայրենիքը ժամանակավորապես դեռևս։ Հերթը ինչին է հասել։ Թշնամու ձեռքը ինչին է հասել։ Ասեմ ինչին է հասել, շատ լավ հրաշալի հետախուզ ընկեր ունեմ, բանակային հետախուզ, պատերազմով անցած, մեր հրաշք առաջի ազգային հերոս Աբրամյան Ջիվանի եղբայրը Պետրոսը խոր տիրապետում է այդ գիտությանը եւ արվեստին, հետախուզական ինքը բանարեց ինքը ասեց ինձ պաշտոնական գրություններ գերգախտնի ունեմ եւ ձերքս հանգել եմ կարդացել եմ ըստ որում հրեաները Շիրվանում Ադրբեջանում ստեղծում են հոգևոր Իսրայել այսինքն Իլհամի այդ կռիվները Ադրբեջան անվան տակ, Թուրքիա անվան տակ, այդ ամբողջը իրենց համար հոգևոր Իսրայել սարքելու համար է։ Իսկ ապա այդ դեպքում Ռուսաստան, Ուկրաինա պատերազմը ինչի համար է։ Էլի իրենք են։ Էլի Կրեմլում բոլորը եվրեներ են, բանում Ռադայում եվրեներ են։ Կոտորում են եւ նոր Երուսաղեմ են սարքում բանում Ուկրաինայում, հա հազարական այդ թագավորություն կագանատ այդպես են կոչում իրենք իդե բաց հայտարարեցին բաց աղբյուրներում էլ է նշված շատ մի 20 տարի առաջ Արիկ ջան կոնգրես հրավիրվեց հենց այնտեղ եւ Կիևում բաց հայտարարեցին իրենց ծրագրերը որ մենք ստեղ մեր համար նոր Իսրայել ենք սարքում Ադրբեջանում հոգևոր Իսրայել են սարքում այդ նույն Փաշազադեն է ղեկավարելու չեմ կարող ասեմ դա էական չի բայց ծրագիրը նպատակները այսինքն դե ինքն հրճակվել է չէ Կովկասի հոգևոր առաջնորդ հասկացա բայց հենց այնպես չի հիմա աշխարհի ռաբբիները հավաքվելու են նոյեմբերին կարծեմ Բաքվում Օ թեժ է լինելու Բաքվում այո
Բա ոնց։ Դրա համար է այն ինչ որ առաջացել է Հայաստանում քրիստոնեական հողի վրա այդ բախումները։ Այո, այս ամբողջ բախումների տակը այդ ծրագրերն են Հուդայի։ Ինչ խնդիր կա, Արեգ ջան։ Ինչու են մեզ ոչ թե տեղահանում, ոչ թե պարզապես վերացնում են, որովհետև մեր տեսակի նկատմամբ իրենք իշխանություն չունեն։ Չեն կարողանում, որովհետև հայը իր ապրելու կերպով արդեն իսկ երևույթային եզակի է, նայ, եթե հայը չփնթփնթաց, այդ հայ չի։ Հետաքրքիր բնորոշում է, պարոն Բեկտաշյան։ Եթե հաշտահա գլուխը կախա, այդ ուրեմն գենետիկայում խնդիր ունի ինքը։ Ինչու համար։ Պարոն Բեկտաշյան, գուցե փնթփնթում է, բայց շփվելով տարբեր տեսակի ազգությունների հետ, ես հասկացա, որ մեկը միշտ պարբերաբար հասկանում եմ, որ հայի նման հնարամիտ ազգ չկա։ Չեմ խոսում մեր հարևանների մեջ, խոսում եմ օվկիանոսից այն կողմ, եվրոպական շատ երկրներում ապրող ազգությունների մասին ու համոզվում եմ վերստին, որ մենք չափ ու սահմանը անցած հնարամիտ մի ազգ ենք, մաքրամաքուր հայի գենոֆոնդի մասին է խոսքը։ Շնող գյուղը իմ գյուղն է, եղբայրս շնողում ապրում, հորս տունն է հիմա ինքը պահում, իր ընտանիքն է, քաղաքում Ալավերդի քաղաքն է մոտ, մի ահռելի, մի 40-50 տոննանոց քար է հայտնվում, մեկի հողում, ոնց անեն այդ քարը հանեն այդ հողատարածքից։ Ախպերից անչափ ուժեղ, անբնական ուժեղ։ Բա ասում են Սպարտակին ասենք, Սպարտակին կանչում են եղբորս, պտտվում, նայում, չափում եւ այլ, ասում է դուք գնացեք, վաղ այս քարը այստեղ չի լինելու։ Հաջորդ օրը գալիս տեսնում են, քարը չկա։ Ոնց արեց, ինչ արեց, այդ կողքը փոս է փորել, հենելով գցել է մեջ ու ծածկելով։ Բա այդ փոսի հողը ինչ է արել, պարոն Բեկտաշյան։ Չէ, ավելանում է, չէ, հողը։ Փռել է տարածքում, էլի։ Բարձրացրել է հողը։ Հողը տարածքում ասում ես, որ հայի հնարամտությունը օրինակը հիշեցի։ Մեր հիմա ինչ կատարվեց, էլի կրկնենք անչափ կարևոր է դա մեր յուրաքանչյուր հայ մարդ իմանա, որ ինքը եզակի է։ Հայ եզակի երևույթ է։ Դե որ եզակի երևույթ է, պարոն Բեկտաշյան, խնդրում եմ պատասխանել, ինչն է հայի հոգին դարձնում տիեզերական ցավի կրողը։ Ինչի ենք մենք այդքան ցավի կրողը լինում, ինչու ենք մենք այդքան ցավերի միջով անցնում։ Չէ որ ասվում է, որ Աստծո սիրելի զավակն է հայը։ Այդ ցավը բոլորիս մեջ կա, մենք ցավում ենք բոլորի համար, նույն անասուն թուրքի համար, ուզբեկի, ռուսի, դա խոսում է, որ հայը էությամբ պատասխանատու է այդ բոլորի համար։ Եվ որ ասում է, ստեղծեց Ադամին դրախտում եւ ասեց մշակիր Եդեմի այգին, այսինքն այդ հայի մասին է խոսք, մեր տեսակի մասին է, որ մտահոգ ենք ամբողջ եդեմական առարչային այդ այգու համար։ Մտահոգ ենք կենդանու նկատմամբ, բույսի, ծառի, մարդու, հատկապես ազգերի եւ Թուրքից ինչու ենք բանը ինչն է մեզ խեղճարությունը խղճմտանքը մեզ խեղճացնում է Արիք ջան Թուրքի նայում ենք մեր նման երկու աչք մեկ քիթ անպայման իրեն մեջ տեսնում ենք մեր կերպարը ռեալությունը չենք տեսնում գիտես հասկացած ես Սա անընդհատ ու մի անգամ չէ, 1000 տարի է։ Չենք տեսնում թե ինչ է թաքնված, ինչ գիշատի չէ ապրում։ Հա, եւ մենք էլի զրուցել ենք, որ չարի ստեղծած ամենաարդյունավետ գործիքն է թուրքը։
Թուրքը կենսաբանական զենք է։ Եթե մի տեսակ մարդու երեխու արյունից հաճույք է ստանում, այն պապիկներին, որ մորթում էին եւ իրենց համար դա մեծագույն բաներ նվաճում էր, ինչի միայն պապիկներին, հղի կնոջը փորը սվիններով ծակում։ Այդ մարդու բան չի, դա Աստված այդպիսի բան չէր կարող ստեղծի, արիք ջան։ Միթե դա է հարցս, միթե դա Աստծո կողմից ստեղծված կերպարն է, չէ որ Աստված մարդուն ստեղծելիս ասեց, որ ստեղծում է իր կերպարով եւ նմանությամբ։ Ու վերջ։ Այսինքն ինչը դուրս է այդ ժամանակ Թուրքի մասին որևէ միտք չէր առաջանա։ Թուրքը այլապես որտեղից ստեղծվեց, որ կարողանում է չծնված երեխային մոր արգանդի մեջ սպանել։ Մեծն Նիզամին, պարսիկ բանաստեղծը, փիլիսոփան, ինչա գրում։ Տեր Աստված, իդեպ Նիզամին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ Իլհամը, որպես մեծն ադրբեջանական պոետ։ Շատ ծաղալի է դա։ Նիզամին գրում է։ Որ դարաշրջանում է Նիզամին գրել, Ադրբեջանը երբ է ի հայտ եկել։ Նիզամին գրում է. Տեր Աստված, շունը ստեղծելուց հետո Թուրքին ինչի ստեղծեց։ Չէ, մի քիչ բան է, շունը շատ հավատարիմ կենդանի է, պարոն Բեկթաշյան, շատ ես փոխանցեցի Նիզամու մոտեցումը։ Ինձ համար շները ներողություն անհամեմատելի են այդ։ Ես էլ շատ սիրում եմ։ Այո, ամենահավատարիմ կենդանիներից մեկը։ Հիմա մեր առասպելներում յուրահատուկ տեղ ունեն իդեպ։ Հա, բա ոնց։ Դրա մասին եմ անգամ կանդրադառնանք այդ թեմային, պարոն Բեկթաշյան։ Պարոն Բեկթաշյան, խնդրում եմ պատասխանել։ Արդյոք Աստված միշտ մեզ հետ է, թե երբեմն լքում է մեզ փորձելու համար։ Այդ մենք ենք իրեն լքում մշտապես։ Գնում մեր համար գլուխներս տնեմ, քնում, հանգստանում, ես շեղվում Աստծո դրած կարգից, սխալներ գործում, մեղքեր գործում։ Ինքը ուղիղ իր գործն է անում։ Արիք ջան։ Աստված մեզ չի լքել։ Երբեք ինքը իրեն հավատարիմ է Աստված։ Ինքը իր սկզբունքներին հավատարիմ է։ Ու երբ որ ասում է եղբորս քանի անգամներ եմ 1 թե 7, ասում է 77, այսինքն անընդհատ process է այդ Աստված կամենում է։ Թե Աստված է մեզ ներում 7000-ից եւ 70000-ից ավելի։ Հա։ Լինելով ամենատես մենք տարակուսում են մեր եղբորը ներելու հարցերում շատ։ Հա, իրոք տարակուսում ենք։ Եվ որովհետև այդ կապը, այդ կենդանի կապը եւ Աստծո հետ ապրելու այդ մարդ երբ որ արթնանում է առավոտյան, մի կես ժամ, մի ժամը թող ոչինչ չլսի, բացի իր ներքին ձայնին։ Ինքը իր հետ թող խոսի։ Առավոտյան, երբ որ այդ արտաքին ազդակները չկան։ Ժամանակակից գիտությունն էլ է դրա մասին խոսում է, ասում է, երբ արթնանում եք, անմիջապես անկողնուց վեր մի կացեք եւ միանգամից ձեր սմարթֆոնների մեջ մի մտեք։ Հեռուստացույցը մի միացրեք եւ կենտրոնացեք։ Այդ խաղաղ ժամանակ հոգից սկսում է խոսել քո հետ։ Խոսել եք դուք։ Մշտապես, որովհետեւ օրս որպեսի կարգավորված ընթացք ստանա, ամեն ինչ անում են, որ արտաքին որից ազդակ, եթե լրատվությունը խոսում է, ինքը տանում է քեզ, չէ։ Կամա դու ենթարկվում ես այդ ազդումներին։ Հա, դրական բացասական կապ չունի։ Քո ինքնությունը դադարում է արդեն ներքին այդ խոկալու, ներքին մտածողության ու քո ժամանակ կորում է, դու տեղափոխվում ես մեկ այլ ժամանակի մեջ, մեկ այլ տիրույթ։ Ամենահարմար ժամանակը առավոտն է։ Արիք։ Պարոն Բեկթաշյան, յուրաքանչյուր մարդ տարբեր տարիքում միշտ ունենում է տարբեր վերաբերմունքներ, թե իր, թե աշխարհի ստեղծման վերաբերյալ։ Դրա մեջ է մտնում արարչի դերը։ Շատ է մտածում ու
փորձում է հասկանալ, միթե հնարավոր է, որ Աստված հայերին տվել է մի բան, որը մյուս ժողովուրդներին արգելված է տեսնել։ Իհարկե տվել է, դա լեզուն է։ Հայտնության մեջ հետաքրքիր ձևակերպում կա, եւ Աստծուն տալ ժողովուրդը ասում է գերքի երգեր, որոնք չեն լսել այլոք եւ չեն կարող երգել։ Ոչ միայն չի տրված լսելու երգելու, իրենք ի վիճակի չեն կենսաբանորեն վերարտադրել։ Ինչի մասին է խոսքը։ Իդեպ բավականին ուսումնասիրություններ մեր այբենից երաժշտության մասով, թե ինչ է երաժշտությունը, երաժշտության ֆիզիկայի այդ ալիքային այդ համակարգը Շուշիում ապրած ժամանակ դուրս բերեց հետո օրինաչափությունները, մեկ էլ հասկացա, որ այմար մեր ստեղնաշարը ձայնային այդ միջակայքը եւ այդ դիսկրետ հատվածային այդ հնչյունները ոչ պետք է ոչ թե 12 ստեղ լինի այդ օկտավա կոչվածի, այլ պետք է 22 լինի։ Երբ որ թվային այդ օրինաչափությունները ստացա, երբ որ տեսա, որ այդ նույն կառուցվածք ունի մեր այբենը, նոր հասկացա, որ այդ դեպքում ունեն մեզ մի այնպիսի երաժշտական գործիք, որտեղ դիսկ հարմոնիկ մեկ-մեկու հակասող ձայներ չկան։ Բոլորի հետ հարմոնիկ են, հարիկ չան։ Եվ իմ խնդիրներից մեկը, որ հասցնեմ այդ երաժշտական գործիքը սարքեմ, որը 22 ստեղ ունի, որը այլ ազգեր չեն կարողանում լսել, որովհետև կենսաբանորեն յուրաքանչյուր ազգ ստեղծված է իր հնչյունակազմի համար, ոչ թե այդ լեզուն է իր մարմնի համար, այդ մարմինը մասնագիտացած է, ասենք արաբինը, ասենք բանի Սկանդինավյան երկրներում ապրող ժողովուրդ, որիվից է հույները, ասենք հեռու չգնանք եւ անգլիացիները, եվրոպացիները, այսինքն քանի տարու հնչյուն ունեն, այդքանով է իրենց մարմինը մասնագիտացված այդ ալիքների հետ փոխազդելու։ Մեր մոտ, հայրից մոտ կատարյալ համակարգ է։ Եվ դրա համար ով որ դրսից գալիս է, այսինքն երաժիշտ համերգների, ինքը ապշում է հայ լսարանի որակին, թե այս ինչ որակի լսարան է Հայաստանը, շատ պահանջկոտ ու շատ նուրբ։ Շատերն են զարմանում հայ լսարանի երաժշտական մասով որակից, հայ բժիշկներից։ Այո, այդ ամբողջը հետևանք է կենսաբանական առանձնահատկությունների։ Յուրաքանչյուր ոլորտի մեջ արհեստավարժության բարձրագույն, բարձրագույն դրսևորումներ։ Բացառիկ եւ բարձրագույն դրսևորումներ։ Երաժշտություն, կերպարվեստ, նկարչություն, գրականություն, հանցագործ աշխարհ, ինչու՞ չէ։ Բայց դա լավ չի, որ ասում են մշակույթ։ Մշակույթը ավելի մի քիչ էլի հակապետական մշակույթ է, էլի, իրենք էլ օրենք են մերժող տեսակել, էլի։ Պետության հակակշիռ են, իդեպ, տենց։ Այսինքն հայտնությունը հստակ հղում է անում եւ մանուկ երաժիշտ ընկեր ունեմ, մանուկի ազգանունը հրաշք թավջութակներ է սարքում բան, երաժշտական գործիքներ է սարքում մանուկի հետ եմ զրուցում, վերնիսաժում այս օրինաչափությունների մասին, ասեց Արևմտյան Հայաստանում ունեցել են կանոն 22 հնչյունով, մեկ կորսվել է։ Եվ երաժիշտները որոշ հատվածում անցյալ դարում կարծեմ փորձել են 22 հնչյունով համակարգեն։ Սա էլ ձեր ասացի վկայությունն է։ Իհարկե։ Արիկ ջան, այսինքն ոչ միայն մերն է դրա համար է այդպես, այլ պատմականորեն է այդպես։ Ձեր հետաքրքիր եւ զարմացնող
Բացահայտումները շարունակեք, պարոն Բեկտասյան։ Շատ կարևոր առաքելությամբ եք դուք զբաղվում եւ շատ հետաքրքիր միևնույն ժամանակ ազգապահպան կարևոր նյուանսներ եք ջրի երես հանում, որոնց մասին շատերը անգամ գաղափար չունեն, բայց հետո ձեր ասածներով ոմանք լսում են, ոմանք զարմանում են, վստահ եմ, ոմանք նաեւ ինչ-որ ժամանակ հերքում են ձեզ եւ փորձում են սեփական ուսումնասիրությունների շնորհիվ կամ արդյունքում ինչ-որ մի նոր բան բացահայտել, ամեն դեպքում այդ աշխատանքը ընթացքը կա եւ այդ բացահայտողական գործընթացը մեզ լավ տեղ է տանելու, ոչ թե մենք դոփելու ենք, ել ավելի է լույս սփռվելու։ Աշխարհը մեզնից որ ուզում է, լույս է ուզում։ Մարդկությունը։ Բան չի է այդ լույսի աղբյուրը։ Հուդային կողքտիր, հուդային, մնացյալ այդպես չեն։ Հեն Հնդկաստանը առելի, Չինաստանը մնացյալը այնքան գիտակցություն ունեն։ Էլի չունեն այդ արժևորման, այդ չեն պատկերացնում, որովհետև ինքներս այսինքն երկիր մոլորակը այնպես է ստացվում, պարոն Բեկտասյան, որ երկու ուժեր հայն ու հուդան ճակատամարտի մեջ են։ Այո։ Այսինքն այս երկիր մոլորակը հայի պատերազմի վայրն է մեկ այլ ցեղակցի հետ։ Հաստատ եմ ասածդ։ Հուդան ընդհանրապես Քրիստոսի կերպարը, ինչ որ 33 տարի կատարվեց, դա ամբողջ մարդկության ընթացքն էր։ Եվ Քրիստոսի դերը դրվեց մեր վրա։ Դա ոնց ենք կարողանում հիմնավորել։ Առաջին ընտրյալն ենք, հալածվածն ենք, խաչվածն ենք։ Ասում են Քրիստոսը հրյա էր։ Շարունակությունը։ Ինձ տարածքում է ծնվել։ Հարյա նախ երկու խնդիր կա։ Ես այդ հարցը շատ եմ քննարկում թեորիականների հետ, հետեւյալն է եղել, պարոն Բեկտասյան, ներկայացնեմ ձեզ, ասվում է, որ Մարիամ ինչպես հղիացավ։ Սուրբ Հոգուց։ Այո։ Եվ Մարիամի ամուսինը նրան չէր մոտեցել։ Այո։ Այսպիսով ինչ է ստացվում, ազգությունը ոնց է որոշվում։ Ուրեմն Այդ նույն գործընթացն է, որ մայրական կողմով է որոշվում։ Արեգ ջան, նայ խաչված ժամանակ Քրիստոս խոսքեր է ասել։ Այո։ Որը գրված է ավետարանիչներով վկայված է։ Լենինգրադում ունեինք գեղանկարիչ հիմա կհիշեմ ուրեմն այս տղան բացահայտեց բարի իդեպ հոգևոր դասը ուսումնասիրել թե Քրիստոսը ինչ որ լեզվով եւ ինչ ասում Կորյուն Նահապետյան ամբողջովին վեր էր ծանել մաքրամաքուր հայերենով է խոսել Քրիստոս խաչի վրա էլի Սաբաթխանի էլը հասարակությունն է էլի մեր բանի հերոստայի ելույթից հետո նույն գիշերը դանակահարեցին Կորյունին իր տանը մորթել էին ուղղակի Շատ սարսափելի է պարոն Բեկտասյան Կորյուն Նահապետյան խնդրանքս համացանցում փորձի գտնես այդ հայ լինելու հայեցի լինելու Այսինքն երբ Քրիստոսը խաչի վրա եղել արել է արտահայտություններ այո խոսք է ասել Այո, եւ այդ խոսքը հայերենով է եղել։ Այո, մաքրամաքուր։ Մեր հայազգի վերծանող խոսքի, այսպես ասած, կորյուն։ Արվեստագետ, այլ գեղանկարիչ։ Գեղանկարիչը Կորյուն Նահապետյանը վերծանել է Քրիստոսի խոսքը եւ պարզվել է, որ հայերեն է խոսում։ Մաքուր, համոզիչ ինքդ կարդում ես, նոր պարզապես փշակաղվել կարելի է։ Հրաշալի է։ Շարունակեք, պարոն Բեկտասյան։ Հայերիս վրա դրված է Քրիստոսի դերակատարումը, ամբողջ Քրիստոսի կյանքը ընդཐུպ խաչվել է, ընդཐուպ հարություն է։ Այդ նույն կերպ հայերս ենք ապրում, պատմականորեն։
Հուդան Միթե կարելի է համեմատել, պարոն Բեկթաշյան։ ավարտեմ Հուդան, որ մատնեց Աստծուն, Քրիստոսին 30 արծաթով։ Հետո գիտակցեց, որ Աստծուն է մատնել։ Եվ գնաց ագարակում կախվեց։ Եվ ագարակը գոչեց արյան ագարակ։ Մեղրի ագարակ բնակավայրը, որ կա, ամբողջ կռիվը այդ ագարակի շուրջ է, որը Գերմանիայի հրեաների սեփականությունն է, որոնք 30 միլիոն դոլարով առան այդ հանքերը ընդեղի։ Այսինքն ինչ է ստացվում, Հուդան այսօրվա ներկայիս Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ագարակ բնակավայրում է իր մահկանացուն կնքելու, խաչվելու է, այդտեղ գիտակցելու է, որ ինքը Աստծո ընտրյալի հետ գործ ունի։ Գիտակցելու է առաջինը իրենք են ճանաչելու։ Որ Հուդայի մասին է խոսքը։ Հուդան, հրեան Հուդան։ Ես կարծեցի այն Հուդայի առաքյալ Հուդայի մասին։ Ժառանգորդները։ Այո։ Այսինքն Հուդայի կերպարը դրված է հրեա ցեղատեսակի վրա, Հուդայի ժառանգորդների վրա, այսինքն սրանք սիմվոլիկ, բայց խոսուն փաստեր են։ Պարոն Բեկթաշյան, հազարավոր հարցեր ունեմ ձեզ։ Եվ ներողություն, եւ Հուդան Քրիստոսի 12 առաքյալներից էր եւ գանձապահն էր Քրիստոսի։ Աշխարհի գանձապահն է Հուդան։ Տարօրինակ չի, հետաքրքիր չի, Արեգ։ Պարոն Բեկթաշյան, Քրիստոս միթե չգիտեր, որ իր աշակերտներից մեկը, որի անունը Հուդա էր, հուդայականություն էր անելու եւ դավաճանելու էր։ Ինքը ասում է, արա ինչ անելու է, շուտ արա։ Այսինքն գիտեր ինքը մեկ խնդիր ուներ։ Նախ բերեց իր խոսքը, Աստծո խոսքը, Հայր Աստծո խոսքը եւ ամենակարևոր բանն արեց, չարից խլեց ամենամեծ զենքը։ Մարդու գիտակցության մեջ եւ փաստացի ցույց տվեց, որ մարդը մեռնելով չի վերջանում։ Պարոն Բեկթաշյան, այդ կարևոր ուսուցողական երևույթի, այդ Քրիստոսի ապրած օրերի եւ Քրիստոսին մատնությամբ խաչին հանելու այդ գործընթացի մեջ Հուդան նախախնամություն ուներ եւ պետք է լիներ անպայման Հուդայի կերպարը։ Անպայման, որովհետև խնդիրը հետևյալն է, այդ ինչ մատնեց։ Ես ռեժիսուրայի մասով եմ փորձում պատկերացնել։ Հասկացա, հիմա որպեսի ձևակերպումը ամբողջական լինի, Արեգ ջան, նայի։ Չէ, նկատի ունեմ Հուդայի դերակատարությունը պարտադիր էր։ Անպայման, որովհետև դա եմ ասում, որովհետև Հուդան ինչ արեց։ Քրիստոսին բոլորը գիտեին, տեղաշարժվում էր հազարավոր մարդիկ հետևից գնում էին։ Իրեն թաքուն չէր գործում գաղտնի, որ տեղը ցույց տար Հուդան։ Բալավ, այդ ինչա, ոնց է մատնել Հուդան։ Հուդան գնաց այդ իշխանավորներին այն ժամանակվա, ասեց էս Քրիստոս, այս ժողովրդին ինչ որ գիտելիքներ է ուսուցանում։ Երբ լուսավորվեց այս ժողովուրդը, վայ, ձեր իշխանության վերջն է։ Մատնությունը սրանում էր կայանում։ Դրա համար իշխանավորները զգուշացան, անգամ զգաստացան, որովհետև որպես իրենք էլ մեղքի բաժին չունենան, օգտագործեցին։ Հա, ու թողեց հրեա ցեղախմբին, ինչ ուզում եք դուք որոշեք, ասին այս մարդ ոչ մի անցանք չունի, դուք որոշեք։ Այսինքն սա մի Քրիստոսի ամբողջ ընթացքը այնպիսի այդ խոհանոց է, երբ որ բնագիտական
եւ պատմական դիտարկումների ես վերածում, չէ կատարում, ապշելու բանա, եւ Հուդան հիմա այդ ագարակի խնդրով մեղրի ինքը խաչվելու է, այսինքն ինքը բացահայտելու է, որ ինքը Աստծուն տրյալին հային խաչել այսքան ժամանակ, որովհետև իրենց մոտ մի շատ կարևոր բան կա։ Պարոն Մեկթեշյան, ներողություն, Հուդայի այդ պատիժը հետաձգում ենք մենք մեր վարք ու բարքով եւ Աստծուց հեռանալու միտումներով։ Միանշանակ հանճարեղ ձևակերպում արեցիր, Արեգ ջան, շատ կարևոր։ Այսինքն բավական դրա համար Քրիստոս ինչ է ասում։ Ասում է երկրորդ գալստի ժամանակը ոչ ոք չգիտի, ես էլ չգիտեմ, բացի հայրս։ Այսինքն ինքը խոսում է, որ այ մենք, երբ որ քանի որ ազատ կամքի իրավունք է տրված մեզ, մեր ներքին որոշմամբ պետք է այդ քո ասած ճանապարհը բացվի, այդ լուսավոր ընթացքը։ Այդ պահից Աստված սկսում է արդեն ապրել մեր հետ եւ սկսում ենք գործել աստվածային զորությունները։ Լուսավոր ճանապարհը ձեր ասած բացվելու է։ Միանշանակ, այլ ընտրանք չկա։ Անկա մեկ նոյ պապիկ էլ մնա, բավական է որպեսզի այդ ճանապարհը բացի, բայց ցանկալի է որ մեծ քանակ կազմի այդ լուսավորյալների քանակը։ Պարոն Մեկթեշյան, մինչ հաղորդումը սկսելը մի արտահայտություն արեցիք։ Ալիևը վերջացած է։ Ինչ է նշանակում։ Ալիևը այս ամռան հունիս թե հուլիս ամսին օրենք ընդունեց, որով արգելեց մոտ ամուսնությունները։ Մենք էլի զրուցել ենք, որ կենսաբանական վերարտադրման մաքրման համար, որպեսզի եզակի լինի նոր ծնունդը, ոչ թե շարունակելի նախնիների, հա, նախորդների։ Այդ 7 պորտ հետո այդ 8-րդ հետ ամուսնանալու այդ համակարգը ինքը մտցրեց։ Ինքը հասկացա, որ իր ազգը տկար ու անբան է ու թույլ է, անորակ է, ի վերջո, հարկավոր է այդ մոտ ամուսնություններ, այդ ինցեստ հասկացությունը հանել արանքից, ինքը մտածում է այս տեսակի համար։ Մենք, որ տեսակի մասին է բայց խոսքը։ Ընդհանրապես թուրք եւ համանման տեսակների, որոնք կան։ Որովհետեւ 10-ից ավելի են, եթե ես չեմ սխալվում։ Այդ ցեղերը, այդ ցեղախմբերը, որոնք որ մոտ մեր ամուսնությամբ են ապրում, հարազատների եւ այլ, դրա մասին է խոսքը։ Այսինքն, բայց հիմա Ադրբեջանի այդ հասարակությունը որ կա, այդ տեսակը, հա, 200 տարի է պետք այդ հերո ամուսնություններով ապրեն, որ նոր, ասենք, մեր հետ նույն սեղանի շուրջ նստելու իրավունք ձեռք բերեն։ Շատ բարի։ 200 տարի, բայց ինքը այդ ժամանակը չունի, արդեն ուշ է։ Արդեն Աստծո զավակներին, մեր զավակներին մորթել է ինքը, անտեղի, ինքը գիտակցում ամեն դեպքում ինչ է։ Ալիևը գիտակցում է։ Այո, հենց այնպես չի, Արցախում 5 տարի հերնական հաղորդաշար են վարել, այս ինչ զրուցում ենք, Արցախյան լսարանի հետ միասին դիտում էր նաև Ադրբեջանը, Բաքուն, այդ հեռարձակումները, այնտեղ էս ամբողջ թուրքերի ով լինելը, անուրակությունը ինչից է գալիս, ինչու մնացյալ ազգերը շատ հանգամանալից ներկայացրել եք։ Այո։ Եվ նրանք մեկ անգամ եւս տեղեկացել են։ Այսինքն իրենք տեղակ են, բացի իրենց ով լինելու մասին։ Այո, ով լինելու մասին էս կտրվածքը։ Կամ ինչ լինելու մասին։ Այո։ Եվ հիմա տխուրը նա է, որ իրենք առաջընթաց են ունենում այդ կերպ մաքրվելու ուղղությամբ։ Մենք էս եղած հրաշքը վեր ենք ածում քաոսի, Արիք, որից օգտվում է թշնամին։ Միանշանակ։ Եվ Փաշազադեների նմանները խառնվում են
հայոց հազարամյակներից ավելի պատմություն, դպրություն եւ հոգեվոր եղանակ ձևավորած Աստծո հետ միջոց հանդիսացող հայ եկեղեցու դեմ են դուրս եկել։ Եկեղեցու ասեմ հետեւյալը, ես այն ինչ որ խնդիր կա եկեղեցում դա խորքային է, բայց Աստված եկեղեցով չի գործել։ Խոսքս Փաշազադեի մասին է, որը խոսում է հայոց դավանանքի եւ եկեղեցու մասին։ Ես չեմ խոսում Հայաստանում ձևավորված այդ կրոնավորների մասին։ Հասկացա։ Կրոնավորները ուրիշ երևույթ է, հայոց եկեղեցին մեկ այլ երևույթ է։ Հոգևորականը մեկ այլ երևույթ է։ Ինձանից շատ լավ գիտեք դա։ Բայց խոսքս իրեն ինքնակամ Կովկասի հոգևոր առաջնորդ հռչակած ինչ որ ճակերտավոր, ինչ որ մութ անցյալով մի ոչ հոգևորական կարող է իմ եկեղեցու, որը թրծվել է հազարամյակների միջով, վարկաբեկել։ Ուրեմն Արեգ ջան, այդ բոլոր այդ հարցակումները հայության Հայաստանից առաքելական սուրբ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ ամբողջը գալիս է Վատիկանից եւ այդ ամբողջը գալիս է Հուդայի ցեղից։ Նույնը ասում եք, որ Արցախի այդ բռնազավթումը գալիս է Իսրայելից։ Միանշանակ իդեպ բավականին դիտում կար այդ եթերի եւ արձագանքները 800-ի մոտ հասնող անչափ կարևորվել է մարդկանց համար այդ փարկաստը շատերին է տեղ հասել։ Հա, տեղ հասել եւ պարզադառնում եւ նույնը վերաբերում է Փաշազադեին։ Այսինքն բոլոր այս հարցակումները ուղղորդվում են Վատիկանից, իսկ Վատիկանը Հուդայի ցեղի ամենամեծ մահակն է հողագնդի վրա հասել։ Եվ կառույցը այս Եվ կառույցը միանշանակ։ Եվ այսինքն ամբողջ աշխարհն է մեր դեմ ստացվում է եւ մեր խնդիրը լուծելու Լև Տոլստոյին որ հարցրեցին այս մեր հարևանների հետ ոնց վարվենք էլի քաղաքակրթային շատ հեռուն նիշի վրա են չասեց սպանեք վերացրեք ասեց о культурце своих соседей Այսինքն ձեր հարևաններին կրթեք Հիմա մեր ամենամեծ ես համամիտ եմ իր հետ որ պետք է այս կրթելու այդ ամբողջ այդ զանգված այդ ծավալը մատուցվի որից է մեկի եթե ինքը հրաժարվում է դա բարոյական իրավունք է տալիս արդեն վերաբերվել ոնց կամենաս եթե մի բան մի դրսևորում Աստծո գործերին վնասում է դու պաշտպանում ես Աստծո գործերը արարքդ մեղք չի մի անգամ մենք զրուցել ենք որ մի շատ վատ բանի սովորույթի մասին որ ասենք Եհովայի վկաներ որ բանակում հայտնվեցին հրաժարվում էին մեր երեխեքը զենք վերցնել որովհետև արգելում էր այդ աղանդը ասեմ հետևյալը որ Սուրբ գրոց ամենամեծագույն մեղքերից մեկը նաև 10 պատվիրաններից մի սպանիր հետո նայում ես որ սպանելու ամենածանր դրսևորումը դա ինքնասպանությունն է Արեգ ջան մարդը որոշել է իր վերջը տա դա համարում է ծանրագույն ծայրահեղ մեղք Եվ հիմա հետևյալը դու եթե պայման ու առիթ ես ստեղծում ասենք խաղաղությամբ չգիտեմ ինչով պայման է ստեղծում որ կողքիդ ապրողը գա քեզ սպանի դու դրանով ինքնասպանություն ես գործում Մենք այդ վիճակում ենք այսօր Եվ ընդհանրապես մտածողությունն է այդ ասենք Եհովայի վկան ինչու չի զենք վերցնում երբ որ իրեն հասկացում ես որ քո արածը քո արարքը սպանության կասեցում է նշանակում եթե դու թողում ես որ գան քեզ սպանեն
Դու գործում ես ինքնասպանություն, կապ չունի պարանով, թե թուրքի, ասենք, զենքով։ Այսինքն քո սպանությունը կանխելը անգամ նրան վերացնելով, դա մեր հրաշք Անդրանիկն էր ասում, երբ որ Փաշան մեր զորավարամնատար ասում էր, հարցնում են կարելի է ներել թշնամուն, ասում է այո, սպանելուց հետո։ Շնորհակալություն, պարոն Բեկթաշյան, եւ վերջում, եթե Աստված հիմա խոսեր հայի հետ, ինչ կասեր։ Ինքը միշտ է խոսում հայի հետ, երեխանց լեզվով, Արիկ ջան։ Մանուկների լեզվով։ Մանուկների լեզվով, այս որ այս մեծերը մեծ խոսում են, չգիտես ինչ բան, երեխեն խոսեց, չոքում են բոլորը։ Կապ չունի հազորա, փոքրած, որովհետև երեխա հրեշտակներ են, որոնք Աստծո խոսնակն են։ Մինչև 3 տարեկան։ Այո, հատկապես։ Եվ իրենք հրեշտակ են։ Եվ իրենցով բան ասվում, անընդհատ։ Պետք է ուղղակի այդ խոնարհությունը մեծերից այդ հենց այնպես չի էլի, որ չես կարող կանջալ ուր չի ենթարկվես այդ խոսքերը։ Եվ ինչ եք տեսնում Հայաստանում։ Հայաստանը մի առիթով էլի կարծեմ մենք զրուցել ենք դեզերքից, երբ որ նկարել են հիմա մեր օրերի Անդրկովկասը, այնտեղ անտառային ծածկույթ կա գեղարդի ծայրակալով, կանոնավոր, գեղեցիկ, այլ բանի հետ չես շփոթի, Արիկ ջան։ Այն գեղարդը, որ պահպանվում է մայրաթորում, որը ինչ որ Պուտինին վաճառվեց, ինչ արվեց այն ժամանակ, այն սրիկան, որպեսի բանը սկսեր պատերազմը Ուկրաինայի, երևի դրա համար էր պետք, որովհետև կա բան, որ Հիտլերն էլ էր փնտրում, որ կապյոր Լոնդինգա, չէ, այդ բանի Լոնդինգի այդ գեղարդը, ձեռք եղավ, նա դառնում է ամենահզորը։ Քրիստոսին խոցած այդ Այո, այդ գեղարդի մասին է խոսքը։ Հիմա այդ երկաթի կտորը, որ պահվում է եկեղեցում, դա չի։ Այդ դեզերքից, որ նկարել է, ասում է, այս քո գեղարդը է, քո ապրելու տեղը եւ մնալու տեղը։ Հիմա մենք հաուզում ենք Արևմտյան Հայաստան կամ բուն Հայաստան եւ այլ, բայց դու պատկերացրու հիմա այնտեղ լինեինք եւ այդ 25 քաղաք երկրաշարժից ավերվեց։ Այսինքն եւ դեռ մինչեւ այսօր շարունակվում է։ Շարունակվում է, այսինքն մեր նշանա ցույց տվել, որ եկեք հավաքվեք այդ դրա եւ Սևանը ընկնում է այդ սլաքի մեջտեղը։ Շատ գեղեցիկ, ֆանտաստիկ, պատկերավոր բացատրեցիք, պարոն Բեկթաշյան, շնորհակալ եմ, որ այս աստիճանի եւ այս տիրույթի զրույց ունեցանք, բովանդակությամբ լեցուն, մեր հանդիպումները շարունակական են եւ հետաքրքիր թեմաներով համոզված եմ, որ կհանդիպենք։ Մեծ սիրով, Արիկ ջան, ուրախ եմ, որ կաս։ Փոխադարձաբար, ամենայն բարիք ձեզ։ Նմանապես, Արիկ ջան, մինչ հանդիպում։ Մենք եկել ենք հազարամյակների խորքից, անցել ենք սրի ու կրակի միջով, անցել անաստվածների ոտնահետքերի վրայով, բայց կանգնած ենք նույն հողի վրա, նույն երկնքի տակ։ Թող բոլորը իմանան, հայը ժամանակ չունի։ Նա գալիս է Արարատից եւ կանգնում է աշխարհի կենտրոնում լուսավորչյան կանթեղը ձեռքին։ Մեր ցավը սուրբ է, մեր լռությունը աղոթք, մեր քարերը վկաներ։ Երբ Աստված լռում է, նա չի լքում մեզ, դա փորձություն է։ Մենք այն ժողովուրդն ենք, որի քարերն անգամ աղոթք են առաքում երկինք։ Մեր լեզուն աղոթք է, մեր հողը զոհասեղան, հայ լինելը ազգ լինել չէ, դա առաքելություն է, լույսի մեջ վերադառնալու առաքելություն։ Թող այդ լույսը երբեք չմարի, թող յուրաքանչյուր հայ հիշի, Աստված դեռ խոսում է եւ ժամանակն է լսելու։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս զինվորական հայագետ Սամվել Բեկթաշյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։